կկոհանանք քեզ մե հայր։ Որպես անհատ եւ որպես ազգ գխոնարինք քո մեծափառության դարաջ նամանավանդ հայր լսելով եւ ընթերցելով հավատքի մասին այս ճշմարտությունը ինչպես դու ասացիր ցեզի համար դրված է ոչ միայն հավատալ այլ նաեւ հավատքի համար չարչարվիլ նախադվիլ սպաննվիլ սողոցվիլ ակսորվել ցեղասպանության աստիճան Դեր այսօր մենք կտեսնենք այս հավատքի ճշմարտության լույսի ներքո մեր ազգի բնութագրությունը նկարագիրը երևույթը բայց դեր հավատք առ Աստված հավատք առ քեզ այն միջոցն էր այն զորությունն էր որ մեր ազգը մինչև հոս հասցուց Եվ այսօր այստեղ ենք դեր որպես մեր հայ ազգի մնացորդը բաշտելու քեզի դառնալու մեր գոչման եւ պատասխանատվությանը մեր դեսիլքին եւ առաքելությանը հավատարիմ մնալու այս եկեղեցին դրա համար էր այստեղ եւ այր կփարավորեն քո մեծ եւ սքանչելի անունդ Հայր այս սարավոտ այստեղ ենք եկել փառք տալու քեզ շնորհակալություն հայտնելու եւ մեր երախտապարտություն հայտնելու որ մեզ դերևս որպես հայ ազգ այս երկրի վրա մեր քոյությունը պահպանում ես Հայր օրհնես մեզ այցելես մեզ փրկես մեզ ազգովի Եվ հայր մինչ այստեղ ենք հիմա յուրաքանչյուրս որ քեզ ենք դարձել Դեր մեր խնդրվածները, մեր աղոթքի նյութերը շնորհած կայդ արչև են Քո առաջ ընդունելի թող լինեն հայր Մաղվելով քո գամքի մաղից Ստանալով պատասխաններ Փառավորվի քո անունը, որուն արժանի ես անցյալ ներկա եւ ողջ հավիտենական ցարերում Ամեն Շաբաթ օր ապրիլ 24 1915-ին Օսմանյան գայսրությունը հրաման ստորագրեց եւ նույն օրը այդ հրամանը կորցնականացվեց մինչեւ հաջորդ օր որբեսի գազմագերբվածորեն կարողանան ցեղասպանությունը իրականություն դարձնել հայ ժողովրդի թեմ եւ ապրիլ 25 գիրագի էր գիրագի ապրիլ 25 սև գիրագի փոխվեցավ եւ իշտ այդորն էր երբ մոտավորապես 250 ամենից նշանավոր եւ ագնհայտ հայ հասարակության դեմքեր, որոնց մեջ կային ակադեմիկոսներ, քաղաքագետներ, գեղերականներ, մասնակետներ, արվեստագետներ, երաժիշտներ եւ այլն, որոնք նույն օրը ցերպակալվեցին եւ մի քիչ անց գամ գլխատվեցին եւ գամալ հադուկ ջոգադային ջամբարներում իրենց կյանքի վերջը դրվեցավ որուն հաջորդեց դուն արդուն այցելություններ հայ ընտանիքի դները այցելեր թագեցին եւ որտեղից հափշտակեցին հայ կանանց մայրերի եւ իրենց երեխաներին անոնք որոնք զինվորության դարիքի մեջ էին անմիջապես բանակ ուղարկեցին որտեղ սպանվեցան կանայք իրենց արդեն որփացած երեխաների հետ ակսորվեցին դերձորի
անաբատներում։ Շատ քչեր կարողացան այս դաժան ցեղասպանության մեջ գոյատևել։ Ոմանք անաբատի մեջ ծարավից եւ սովից մահացան եւ գամել այլ թրքական գազմավորական խմբավորությունների գոմե ճանապարհին հափշտակվեցին, բռնաբարվեցին եւ այդպիսով սպանվեցան։ Շատեր իրենք ինքնին խեղդեցին եւ յետքը պատմությունը գսե որ շատեր հայեր իրար օգնեցին որ խեղդվեն, որբեսի ազատվեն եւ զերծ մնան այդ դիվանապարո արարտներից։ 1915 թվականին միայն պատմությունը գսե որ 800,000 հայեր սպանվեցին։ 1914-ին այդ դարաձաշրջանում մոտավորապես 2 միլիոն հայություն էր ապրում եւ մինչեւ 1922 թվականը այդ 2 միլիոնը նվազեց մինչեւ 387,900 հայորդիների, որոնցից մեծամասնությունը արտերկրիր քաղտեցին։ Կարելի է ժամերով պատմել եւ վերհիշել այդ ողբերգությունը ցեղասպանության, որը դեղի ունեցավ մեր ժողովրդի նկատմամբ։ Սա ոչ միայն մարդկության թեմ ոչիր մներ, այլ նաեւ փորձ մներ մեր աստվածային, քրիստոնեական, այսպես ինքնությունը մեջտեղից վերացնել։ Մեզ չեզոքացնել, մեր հավատքը, մեր մշակույթը եւ պատմությունը վերացնել, բայց եւ այնպես, քանզի ու վասնզի դեռևս գանք եւ իր շնորհքով պիտի շարունակենք լինել։ Գանք եւ պիտի շարունակենք լինել։ Ես հիշում եմ դարիներ առաջ, երբ որ վերաբատվելի Սամվել Դոկտորյանը Հայաստան այցելեց եւ միաստապար այսպես սեղանի շուրջ էինք հովիվներով եւ պատմությունը պատմեց մեզ։ Ասեց Թուրքիա այցելեցի, դարիներ առաջ էր։ Թուրքիա այցելելիս ասեց հանդիպեցի թուրքերի, շուգայում էր եւ թուրքերի հանդիպեցի եւ թուրքերը նկատեցին, գրեցինք այդ զգեստով էր միշտ մորուքով եւ մոդեցան գսե ինձի արցնելով ով ես դու, ինչ ես եւ որ իմացան որ հայ եմ եւ գղերական, ասին մեզի պատմեք քո մասին եւ բնականաբար սկսեցի գսե այդ թուրքերուն պատմել իմ հայ ինքնությանս մասին եւ թե ես ցեղասպանության ժառանգորդներից եմ։ Եվ այդ թուրքերին պատմեց ցեղասպանության մասին, պատկերացնում եք Թուրքիայում թուրքերին հայը պատմում է ցեղասպանության մասին եւ մինչ պատմում էր վերաբատվելի Սամվել Դոկտորյանը մեզի փոխանցում են այս բոլորը մի բան նկատեցի որ այդ թուրքերը որոնք լսում էին իմ պատմածը սկսեցին հուզվել, լաց լինել եւ հիմա ես սկսեցի նրանց մխիթարել Աստուծո խոսքով Հիսուս Քրիստոսը վկայելով եւ ավետարանի բացկամ անոր հաղորդելով։ Այո, ապրիլ 24 1915-ը գհիշադագե եւ գնշանարի մեր ազգի ողբերգությունը, մեր ազգը իր հոգուց սուր մխրճվեց, մեր ուրախությունը վերածվեց սուքի, մեր այսպես ասած հայկական փառքը կամ գեղեցկությունը վերածվեց հող ու մոխիրի։ 1.5 միլիոն հայեր հողի տակ անցան, որոնց արյունը մինչ օրս հողի տակից գաղաղագե ոչ թե վրեժ խնդրության համար, այլ արդարության համար։
որ Աստծո խոսքը գսե, եւ մեր հայրերը լավ էին հասկացել, գսե վրեժ խնդիր մի եղեք, որը մեկ վրեժ առնողը Աստված է։ Հասկացել, ուրեմն ոչ թե վրեժ խնդրության համար է մեր փողոքը ակցիան, այլ արդարության, արդարադատության։ Այսօր ազգովի սգում ենք, բայց նաև աղոթում, հիշադակում ենք, բայց նաև Աստուծո խոսքին ենք դիմում, որպես հույսի աղբյուր, եւ որպեսզի մեր կյանքը եւ հավատքը խարսխավորված լինի Աստուծո անսխալական հուսալի խոստումների վրա, որ Աստծո խոսքը խոստում ունի նաև մեր ժողովրդին ասելով, որ ես քեզ երբեք չեմ մոռացել, ոչ էլ կմոռանամ։ Ես քեզ ոնց կարող եմ մոռանալ։ Եվ Եսայա 45-րդ գլուխը 45-րդ գլխի 15-ից 16-ը հրաշալի հատված մնե։ Եսայա 49 15-ից 16 գսե Աստծո խոսքը, եւ ասի մեզի կվերապերվի նաև, գսե միթե գինը կամ մայրը իր գատնգեր մանուկը գրնա մոռնալ, այնպես որ իր որովայնին ծննդյան վրա չգտա, թեև անոնք մոռանամ, ես քեզ երբեք չեմ մոռանա։ Ով նաև հայ ժողովուրդ, ով ազգ, թեև հրյաներուն է, բայց համաշխարհային է։ Հնարավոր է մայրը իր երեխուն մոռանա, անհնար է։ Բայց լինում են դեպքեր, չէ՞ որ մայրեր մոռացել են։ Բայց ես չեմ մոռանա գսեց ես։ Ես ցեզ չեմ մոռանա։ Եվ Եսայա 61 1-4-ը մեր հայ ժողովրդի մխիթարության պատգամ ունի։ Եսայա 61 1-4։ Ասիկա Հիսուս Քրիստոսի մասին մարգարեություն մներ գսե, որովհետև որ դաջարը մտավ ճիշտ նույնը ասեց. Դեր Եհովայի հոգին իմ վրաս է։ Բասունզի դերը զիսոզեց, որ ուզիս ղրգեց աղքատներուն ավետիս դալու, գոդրած սիրտ ունեցողները բժշկելու, գերիներին ազատություն եւ փանդարգյալներին փանդի փածվիլը հրաբարակելու, դերոջը ընդունելի դարին ու մեր Աստծուն վրեժխնդրության օրը հրադարակելու, բոլոր սքավորները մխիթարելու, Սիոնի սքավորները տեսնելու, ու անոնց մոխիրի դեղ փառք, սուքի դեղ ուրախության յուղ, գոդրած հոգու դեղ քովության բատմուջանը դալու, եւ զանոնք պիտի անվանվեն արդարության փեբեկնիներ, որոնք դերը դնգերը իր փառքի համար։ Մոխիրի փոխարեն փառք։ Մոխիրը գորստի, գործանման, վշտի եւ սուքի արդահայտություն մնե, սիմվոլ մներ։ Բայց Աստված խոստում ունի, որ քեզ մոխիրի փոխարեն գեղեցկության փառքի բսակը պիտի տնեմ գլխիդ։ Յուրաքանչյուրս, ամեն մեկս մեր այս կյանքի ճանապարհորդության ընթացքին ունենում ենք մեր գորուստը, մեր վիշտը։ Դա լինի անհատական գետնի վրա, ընտանեկան գետնի վրա, հոգևոր կյանքում, տնտեսական գետնի վրա եւ նաեւ ազգային ժամանակներ, եղանակներից ենք անցնում, որտեղ գոդրվում ենք, որտեղ մեզ գոդրում են, հալածում են, սպանում են, վիրավորում են, խլում են, գործանում են, գողոպտում են, քանդում են, հալածում են եւ ցեղասպանում են։ Եվ այս բոլորը մեզ մղում են կամ այնպիսի վիճակի մեջ են դնում, որ մենք հող ու մոխիրի մեջ նստենք։
հնադարյան մասնավորապես ժամանակներում սքավորները իրենց գլխին մոխիր էին ցանում ի նշան գորստիմը, բարդության կամ մեղքիմը։ Երբ որ տեսնեիր մեկը, որ հող ու մոխիր ցանած է վրան, դու կհասկանայիր, որ այս մարդը գորուստ ունեցած է, վիշտ ունեցած է, մեղքի թեմ բարդված է եւ սքում է։ Օրինակ Հոբը, Հոբ գլխի 2:8 մեջ կտեսնենք դասե, երբ որ Հոբ ամեն ինչ կորցրեց, գսե հող ու մոխիրի մեջ նստեցի։ Ամեն բան գործված էր իր կյանքում կորցրեց։ Եստեր ակրկի 4 գլխի առաջին համարում, երբ որ մուրտկեն, հիշում եք պատմությունը, երբ որ ցեղասպանություն էր գազմագերբում Իսրայել ժողովրդի մեջ եւ Եստերը գսե հող ու մոխիր հակավ գսե եւ գսե բարձրացայն լացեր լինում։ Այո, մեր ժողովուրդը, մեր ազգը մոխիրի մեջ նստեցինք։ Մեր ընտանիքները, որոնք բաժան եղան, որոնք իրարից դարանչատվեցին, հող ու մոխիրի մեջ նստեցին։ Մեր եկեղեցիները մոխիրի մեջ, մոխիրի գույդերի վերածվեցան։ Մեր թբրոցները, մեր քյուղերը, որոնք թադարգվեցին, մեր երկն ու ցնծությունը բաբանցվեց։ Մեր ազգը գրեթե ամբողջությամբ բատմության եւ երկրի երեսից չեզոքացվելու էր, անհայտանալու էր եւ ասիկա հող ու մոխիր էր մեզ համար։ Բայց այս մեկը հիշենք, Աստված երբեք չի անարգել, ոչ էլ անդեսել է քո եւ կամ մեր ազգի այս ողբերգությունը, նա գալիս է այնտեղ, որտեղ որ իմ կյանքը մոխիրի է վերածվել։ Եթե քո կյանքը, քո ընտանեկան կյանքը, եկեղեցական կյանքը, ազգային մեր կյանքը մոխիրի վերածել, Աստված ճիշտ այնտեղ է, որտեղ մեզ մոտենում է, որպեսզի գա եւ մեր մոխրացած կյանքերը մեզ այնտեղից վերցնի եւ մեր գլխին գեղեցկության բսակ դեղատրի։ Գեղեցկության բսակը դեղատրի։ Եվ Աստվածաշունչը սերդելիս բազում օրինակների կհանդիպենք մարդկանց բարակաների, որտեղ հող ու մոխիրի մեջ էր իրենց կյանքը։ Եվ Աստված ճիշտ այնտեղ մոտեցավ եւ իրենց վերցրեց այդ վիճակից։ Օրինակ Հոբը ինչպես օրինակ բերեցի։ Հող ու մոխիր ցանեցի գսե, անիծում էր իր ծննդված օրը, բայց Հոբ 42:12-ի մեջ գսե, եւ դերը Հոբին իր դեղի մեջ այցելեց եւ գսե զին գրկնաբադիկ օրտնեց, ինչ որ առաջ ուներ։ Հովսեփի կյանքը հող ու մոխիրի վերածեցին իր եղբայրները։ Եվ դարիներ շարունակ գերության մեջ ձախված, ուրացված իր ընտանիքեն։ Բայց Աստծո խոսքը ինչ կսե Ծննդոց 41-ի մեջ, Աստված կսե Հովսեփի հետ էր եւ Հովսեփին փանդից վերցուց եւ կսե որպես երկրի երկրորդ թագավորի աչփազուկը դարձուց, որպես վարչապետ։ Ռութի կյանքը նմանապես այդպիսին էր։ Քերության դարված որբևարի մներ։ Ներողություն, հերութը գսե Եստերի հետ կհիշեք, Նոեմիի հետ որ գնաց, ամուսնացան, ամուսինները մահացան եւ լուրջ խնդրի մեջ էր, եւ երբ որ իր գեսուր մայրը Նոեմին մոտեցավ, ասավ արդեն գնացեք, ալես ես չեմ կարող ցեզի զավակն պատմությունը գիտեք, եւ գսե Ռութը ինչ ասեց, ասավ քու Աստվածդ իմ Աստվածս պիտի լա, քու ժողովուրդդ իմ ժողովուրդս պիտի լա, եւ քու օրենքդ իմ օրենքս, եւ չթողուց իր այդ սուկի մեջ, իր այդ գորուստի մեջ հավատարիմ մնաց եւ Աստված զինք օրտնեց եւ Ռութը դարձավ
Դավիթ թագավորի նախամայրը, որից ծնվեց Մեսիան։ Եստերը նմանապես որփուհի մներ Եստերը, որ քերութենե եկած էր եւ Աստված զինք բարձրացուց մինչեւ որ երկրի թակուհին դարձուց, Եստեր թակուհին։ Պետրոս Արաքյալը նմանապես մի բա հասավ իր կյանքի մեջ, որ մոխիրի մեջ նստեց, ուրացավ իր դիրոջը, 3 անգամ անիծելով ուրացավ, եւ իր հոգեվորապես հողը մոխիրի վերածվեց, երբ որ Հիսուս Քրիստոս հարություն արավ, ինչ ասեց, սա եւ Պետրոսին ասեք, հadouk Պետրոսի անունը կհիշադակե, եւ Պետրոսը ետ կվերածվեց եկեղեցու որպես գլխավոր հովիվը։ Անարակ որդի պատմությունը գիտենք։ Ուր էր խոզերի երամակների մեջ, խոզերի գերը փորձում էր իր ստամոքսը գշտացնել, բայց ինչ եղավ, Աստված իրեն բարձրացուց։ Ասե մադանին դրեք իր մադին, հանդերձը հագցուցեք, իր ինքնությունը վերականգնվեց, իր իշխանությունը վերականգնվեց, դան բոլոր բիզնեսը, տնտեսությունը ետ իրեն որդուն վերադարձրեց։ Այսպես է Աստծո։ Ուրեմն Աստված ճիշտ այսպես կգործե սիրելիներım, եւ նայեցեք Սաղմոս 113, Սաղմոս 113-ը հիանալիորեն այս բոլորը գամփոփե մի քանի համարներում։ Սաղմոս 113 7-ի մեջ շատ եմ սիրում աս համարը գսե աղքատը փոշիեն գվերցնես ու դնանգը մոխիրեն գբարձրացնե, որբեսի զանոնք նստեցնե իշխաններու հետ, իր ժողովրդի իշխաններու հետ։ Աղբանոցեն մոխիրեն գվերցնե Աստված։ Հետևաբար Աստված մեզ այնտեղ կհանդիպի, որտեղ ես ընկել եմ, որտեղ ես աքսորվել եմ, որտեղ ես գորուստ եմ ունեցել, որտեղ ես մոխիրի մեջ եմ նստել։ Աստվածոն եւ այնտեղ մեզ կվերցնե, որբեսի նստեցնե իշխաններու հետ։ Մոխիրը նաեւ երբ որ հողը մոխիր գցաներ իրենց վրա, նշան էր խոնարհության եւ ապաշխարության։ Երբ որ տեսներ մեկը որ մոխիր ցաները իր գլխին, կնշանակե որ ես Աստուծո առաջ խոնարհվում եմ։ Ես նրա ողորմությանը գարիք ունեմ։ Եվ ճիշտ հենց այս բանին է, երբ Աստված լսում եւ պատասխանում է մեր աղոթքը եւ լացը, եւ սկսում է միջամտել մեր կյանքերում, եւ ճիշտ այդ վիճակը տեսնելիս է, որ մեր վիճակը ամբողջական փոփոխության է ենթարկում, եւ մեր գլխի վրա դնում է գեղեցկության փարած բսակը, բայց պայմանը կա, պետք է նախ ես գիտակցեմ իմ վիճակիս, որբեսի Աստուծո մեջ ստանամ այդ փարած բսակը, կամ քո գլխիդ կսե հայերենում մեջ կսե քո գլխի փառք պիտի տնեմ, անգլերեն գաման թարգմանություն կսե գեղեցկության բսակը պիտի տնեմ։ Դանիել 9:3-ի մեջ կտեսնենք, Հովնանի կյանքում կտեսնենք, երբ որ Նինվե գնաց, աղոթեց, եւ երբ որ գսե թագավորը Նինվե քաղաքի հող ու մոխիրական Աստվածորդնեց եւ փրկություն բերեց եւ երկիրը վերականգնեց։ Մատթեոս 11:21-ի մեջ Հիսուս գսե, եթե Դիրոսի եւ Սիտոնի Սայդասուր, Դիրոս եւ Սիտոնի մեջ լինեին այս հրաշքներ, գսե հող ու մոխիր պիտի հագնեին։ Բայց գսե դուք մերժեցիք։ Այո, խավար օրեր էր մեր ազգի համար։ Բայց Աստված երբեք մեզ չեր մոռացել, ինչպես Իսրայել ժողովրդին Ելից 3-րդ գլխի մեջ գսե, ես գսե անոնց դարաբանքը գսե դեսա, անոնց աղաղակը լսեցի եւ ինձ շատ մտահոգեցնում է նրանց վիճակը եւ հիմա գալիս եմ անոնց փրկություն շնորհելու եւ Մովսեսին ուղարկեց։ Աստված հետևում էր եւ տեսնում էր այնինչ կատարվեց մեր ազգի դեմ։ Յուրաքանչյուր
Արցունքի գաթիլ Աստուծո մոտ պահպանված են։ Աստված տեսավ յուրաքանչյուր այդ մանուկի, որ իրենց մոր գրգից խլվեցին։ Աստված հետևում էր մեզ, եւ դեր զորի անաբատներում էինք անօգնական։ Երկինքը լսում էր մեզ։ Թվում էր, որ թշնամին հաղթում է։ Թվում է, որ թշնամին գործանում իր ծրագրերը իրականացման ավարտին է հասցնում։ Բայց չարաչար սխալվում էին, Աստուծո հաշիվը չէին արել։ Ուշացված արդարությունը մոռացված արդարություն չէ։ Երանի ազգովի մենք կարողանանք այս ճշմարտությունը հասկանալ։ Ուշացված արդարությունը մերժված արդարություն չէ։ Պիտի կա օրը, երբ Աստված մեր ժողովրդի արդար թաթը պիտի տեսնե եւ պիտի հատուցե։ Եվ այս վերջին մտքով փորձեմ ավարտել, սիրելներ։ Թշնամին ծրագիր ուներ։ Ինչ էր թշնամու ծրագիրը մեր ազգի թեմ, ոչ մեկ հայ չպիտի մնա երկիր մոլորակի երեսում։ Իր ծրագիրն էր։ Ինչպես որ գարձեմ Apple-ի հիմնադիրը, Apple-ը ինչ սած էր, Apple-ի հիմնադիրը ով էր։ Steve Jobs, գիտեք ինչ էր իր կերակույն նպատակը։ Աշխարհի բոլոր գրասենյակի սեղաններում Apple-ի կոմպյուտեր պետք է լինի։ Աշխարհի բոլոր գրասեղաններում Apple կոմպյուտեր պետք է լինի։ Նա կետեոնները, դջիդենս, որ աստվածաշունչ կթարգմանեն, կետեոնները, իրենք դեսիտ մունեն, ինչ էր աշխարհի բոլոր, գարձեմ հյուրանոցների, աշխարհի բոլոր հյուրանոցների, ննջասենյակների, գողքի, անգողիների գողքի, այդ կոմոդինոյի մեջ ավետարան պիտի տրվի։ Եվ ես շատ հյուրանոցներ եղած ենք, վստահ ցուցակ, եւ գիդենզի ավետարաններ կան։ Հիմա թշնամին հայ ազգի դեմ ուներ ծրագիր, ինչ է ծրագիրը վերացնել հայը աշխարհ, բայց չհաշվարկեցին, որ Աստված ալ ծրագիր ունի հայերի համար։ Աստուծո ծրագիրը ավելի մեծ էր։ Ինչպես որ Եսերագլխում գրեցնենք մուրտկեի գործելագերբը Իսրայելի ժողովրդի դեմ ցեղասպանություն մշակել պատմությունը գիտեք եւ գսե ցիծմը պատրաստ է յետքը պատմությունը գիտեք Եսերսավ երբ որ փողոքեց թակավորի իմացավ սա ցիծմը պատրաստեք եւ ցիծը բերավ որովհետեւ մուրտկեին պիտի գախեր չէ Համանը երբ որ արդեն բամբարզեր հազիվ այդ ռոբեին որ արդեն ցեղասպանությունը պետք է իրականացվեր հասունացել Աստված պատմության ընթացք ամբողջ փոխեց եւ Համանի սարկած ցծի վրա Համանը գախվեց փոս փորողը ինք մեջը գինագես է Աստծո խոսքը նույն Աստվածը որ Համանի ծրագրերը խափանեց նույն Աստվածը որ Գարմիր ծովը ջեղկեց հայ եգիպտացիք նորից գալու են եւ վերացնեին Իսրայել ժողովրդին եւ Աստվածը ոտքը թիր հենց դնես պիտի բացվի արդեն հասել էին եւ ժողովուրդը անցած այն Աստվածը որ Գարմիր ծովը բացեց այն Աստվածը որ Դանիելին արույցների կուպի մեջ բահեց արույցների ախորժակը բահեց նույն Աստվածը հայ ժողովրդի հետ է նույն Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան եւ պատկերացրեք եթե Աստված չի միջամտեր այդ թշնամու հայ ժողովրդից ցեղասպանության գործը ավարտին հասնելու ծրագրերում եթե Աստված չի միջամտեր մենք այսօր չենք լինելու մենք պատմությունից վերանալու ենք Հռոմեացին 20-ին մեջ ինչ կսե եթե Աստված մնացորդը չբահեր մենք Սոդոմ եւ Գոմորի նման վերանալու էինք բայց այսօր մենք այստեղ ենք Աստվածային նախախնամության Աստվածային նպատակի համար եւ այդ նպատակը մենք ունենք առաքելություն եւ Հռոմեացին 20-ին երբ որ կգարտամ ինձ
գաստրող համար մնե Աստվածաշնչյան, որ ցույց կտա, որ եթե ես այսօր ողջ եմ, որպես հայ մենք ողջ ենք, ուրեմն Աստված նպատակ ունի մեր ռնկունքներում շունչը բահելու համար։ Եվ ադիգա Աստվածային նպատակի համար է յուրաքանչյուրս որպես հայ, եթե քեզ համարում ես հայ, յուրաքանչյուր հայորդի ունենք պատասխանատվությունը, ունենք գոչումը եւ ունենք առաքելություն։ Եվ ինչ է մեր պատասխանատվությունը, գոչումը եւ առաքելությունը որպես հայ։ Մեր հայ ժողովրդին հասանելի դարձնել խաղաղության եւ հուսո Աստուծո պատկամը։ Ասե Անոման Աստված մեզ ողջ է բայել, անոման Աստված մեզ ողջ է բայել նպատակի եւ ծրագրի համար։ Եվ եթե որպես հայ ես չգիտակցեմ իմ պատասխանատվությունը, իմ գոչումը եւ առաքելությունը Աստուծո առաջ, ես ցախողված հայ եմ, չնեղանակ ինձնից։ Եվ անոնը գահավատան, որ Պեսեդինայի հայ նազովրեցին քոյություն ունի։ Եվ բոլոր հայկական մեր եկեղեցիները որպես հոգևոր աշխարհից եմ խոսում։ Եթե մենք Աստվածային այս քերակույն նպատակը չլրացնենք, մենք ցախողված ենք սիրելիներ։ Այս է պատճառը սիրելիներ, որը համար իմ սիրտս բոցավառվում է։ Եվ անանքիստ եմ։ Այս է պատճառը, որը համար քառորդ դար 25 տարիներ կյանքս ընտանիքս Հայաստանում անցկացրեցինք։ Մեր հայ ժողովրդին ներկայացնելու, քարոզելու, վկայելու, բաժնեկցելու հուսո եւ խաղաղության մեր քերակույն Աստուծո մասին։ Եվ ուխտս այն է, եւ հավատքս այն է, եւ գեցվածքս այն է, որ Տեր Աստված որքան ժամանակ որ ինձ կյանք պիտի դաս։ Իմ ռնկունքներու շունչը պիտի պչե Տեր այս պատասխանատվության, այս գոչումի եւ այս առաքելության մեջ ինձ բահիր հավատարիմ։ Լինի Հայաստանում կամ արտասահմանում։ Ուրեմն ինչու՞ համար Աստված մեզի ողջ պահեց, մնացորդը բահբանեց, որբեսի մենք կարողանանք, նորից շեշտում եմ, այս պատասխանատվության, առաքելության եւ գոչումի մեջ մնանք հավատարիմ, եւ ինչ է հուսո եւ խաղաղության Աստվածը հասանելի դարձնել, որը մեր քոյադևումը Աստված որ մեզի մնացորդը, բայց ոչ թե որբեսի մեր քոյությունը կամ քոյադևությունը շարունակվի։ Դրա համար չէր, այլ որբեսի մեզ ասկովի փրկեր, փրկությունը հասանելի դարձներ, հավիտենական փրկությունը։ Գրեք սիրելիներ, Աստված մեզ չբահեց, որբեսի ամբողջ կյանք մենք սքանք, սուկ անենք եւ լաց լինենք մեր գործի համար։ Անընդհատ հիշադակենք եւ սխալ չհասկանանք, խնդրում եմ։ Այո, գսքանք մեր գործի համար։ Այո, գողբանք այնինչ կդարվեց մեր ժողովրդին։ Այո, պիտի հիշադակենք։ Այո։ Բայց Աստված հենց դրա համար մեզ ողջ չթողեց։ Այլ ինչի, այլ մեզ ողջ թողեց, նորից շեշտում եմ Աստվածային քերակույն առաքելության եւ նպատակի համար, որբեսի մեզ մեր մոխիրից վեր բարձրացնի եւ մեր գլխին փարած բսակ դնի։ Փարած բսակ դնի։ Անոման մեր սիրելի Արիել եղբայրը իր յանքի հսկա բաժինը Հայաստանին է նվիրել։ Այս եկեղեցին հսկա բաժինը Հայաստանին է նվիրել։ Եվ շատերս Հայաստան, հայ ժողովրդին,
որը մենք գիտագից ենք այն պատասխանատվության եւ աստվածային գոչումին եւ առաքելությանը։ Սիրելիներ, մոխիրը մեր պատմության վերջը չէ։ Որով երբ Աստված կմոտենա ինձ իմ մոխիրից մեջ, Աստուծո ցերած մեջ մոխիրը վերածվում է կյանքի։ Ինչ նկատի ունեմ։ Ինչ նկատի ունեմ։ Պատահական չէ, որ հայոց ցեղասպանությունը Քրիստոսի խաչելության, մահվան, հարության նույն ժամանակահատվածներում է։ Հիսուսին իման մոտենանք մի բա։ Ըստ երևույթի Հիսուսի կյանքը մոխրացրին։ Եվ այն ճանապարհը սիրելիներ, որ թեպի Գողգոթա գտանի, չի ավարտվի Գողգոթայով։ Այն ճանապարհը, որ թեպի Գողգոթա գտանին, Գողգոթայով չի ավարտվում, այլ շարունակվում է այո թեպի գերեզման, բայց նաև թեպի հարություն, թեպի կյանք եւ թեպի երկինք։ Այս է Հիսուսի փրկագործության ճանապարհընթացքը, որ տեսնում ենք։ Այո Գողգոթա դարին, այո ըստ երևույթի մոխիր դարձավ մեր փրկիչը վեճ, բոլորը փախան, բայց Գողգոթայով չի ավարտվում, ցեղասպանությունով չի ավարտվում, հող ու մոխիրով չի ավարտվում, սքով չի ավարտվում մեր ժողովրդի պատմությունը, այլ մենք ունենք հարության առավոտը, որ անցյալ գիրակի առավոտ մենք դոնակատարեցինք, մենք ունենք, որովհետև գիտեք սիրելիներ, ցեղասպանությունը մոխիր է արդատրում, բայց Աստված Աստուծո մասնագիտությունը հարություն տալու մեջ է։ Yes, the genocide left ashes, but God specializes in resurrection. Ավարտեմ պատկամս Սուրբ Գրիգոր Նարեգացու աղոթքից մի հատված, որը մոտավորապես 1000 տարի առաջ էր ապրել մեզի, եւ ավարտեմ։ Թող Սատանան շփոթվի եւ խափանվի նրա դիվային ծրագրերը, թող նրա որոքայտները վերացվեն եւ նրա զորքերը բարձվեն, թող նրա սրածայր զենքերը անարդյունավետ լինեն, թող նրա մարախուղը վերանա, նրա խավարը ծրվի եւ նրա ստվերը հերացվի, թող քո բազուկը ով Աստված պաշտպանի մեզ եւ քո աչքը գնքի մեզ, որովհետև դու ողորմած ես եւ գթած, փառք եւ զորություն Հավիդյանս Հավիդենից, ամեն։ Հայտնության վերջին գլուխներում Աստծո խոսքը ասում է, եւ դերը բոլոր աչքերեն արցունքները պիտի սրբե, եւ ալ մահ չի լինելու ոչ էլ սուկ։ Դառնանք Աստծո ազգովի եւ Աստուծո փարած բսակը քեղեցկության մեր գլուխների վրա արժանանանք։ Աստված օրհնե։